Ռուսաստան թե Եվրոպա։ Մեր երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու հույսը աշխարհաքաղաքական որ կենտրոնի հետ են կապում հայաստանցիները։ Ըստ Գելափի հարցումների մարդկանց 28%-ը Ռուսաստանի, 3.5%-ը ԵԱՏՄ-ի անունն է տվել։ 26%-ը կողմ է արտահայտվել եվրաինտեգրմանը։ Այս ֆոնին Հայաստանի արևմտամետ որոշ շրջանակների հեղինակած Եվրաօրենքի գլխին կարծես սև ամպեր են կուտակվում։ Խորհրդարանի միջանցքներում շշուկներ կան, թե ՔՊԱ-ականները ձգձգում են այդ օրինագծի վերջնական ընդունումը, որպեսզի ավելի չփչացնեն Մոսկվայի հետ առանց այն էլ լարված հարաբերությունները։ Եվրաօրենքի քաղաքացիական նախաձեռնության խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը չի կարծում, թե աշխարհաքաղաքական նոր զարգացումները հետաձգում են օրինագծի ընդունումը։ Ենթադրության երևակայության վրա չեն կարող կառուցել որևէ հետևություն։ Բոլոր դեպքերում կարող է մտնելու էր նաև հանձնաժողովի նիստում է դա պարզ։ Եվ հանձնաժողովի նիստը ոչ թե հետաձգվել է, այլ տեխնիկական ընդհատվել է։ Զեյնալյանը ոչ հաստատում, ոչ հերքում է տեղեկությունը, որ խորհրդարանում 3 կայացած քննարկմանը ՔՊԱ-ականները իրեն ու իր համախոհներին հասկացրել են, որ հակված չեն շտապել ընդունել Եվրաօրենքը ու թունդ բանավեճ է պայթել։ Ոչ հաստատում եմ, ոչ հերքում եմ։ Էսել կալոշը։ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը եւ խորհրդարանի Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հաստատում են, նախորդին աշխատանքային փակ հանդիպում եղել է, քննարկվել են Եվրաօրենքի վերաբերյալ կառավարության առաջարկները եւ դեռ պարզ չէ, ընդունելի են դրանք նախաձեռնողների համար, թե ոչ։ Դա արդեն աշխատանքային process է, բայց մինչև մյուս քառորյա մենք ընդհանուր հայտարարի հաստատապես կգանք։ Մինչև հաջորդ քառորյա հարցն անպայման կքննարկվի Եվրաինտեգրման հանձնաժողովում, պնդում է Եղոյանը, նա սակայն չի կարող ասել լիագումար նիստի օրակարգ երբ կմտնի Եվրաօրինագիծը։ Ես քվեարկում եմ, որ ընդգրկի, քանի որ կոլեգիալ որոշում է դա։ Խորհրդարանի միջանցքներում խոսում են, որ իշխանական падգամավորները այս պահին փորձելու են համոզել Եվրաօրենքի նախաձեռնողներին չշտապել այն ընդունելու հարցում։ Մինչդեռ արևմտամետ ուժերը 2 ոտքը դրել են մի կոշիկի մեջ ու ստիպում են, որ օր առաջ օրենքի տեսք տալ դեպի Եվրամիություն Հայաստանի ձգտմանը, որի օգտին ստորագրել է 60,000 քաղաքացի։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր։